Բարև ձեզ, եկեք միասին շարունակենք դիտարկել տեքստային խնդիրները, հիմա դիտարկենք առաջին շտեմայից նախավերջին տեքստային խնդիրը, առաջին բաժնից։ Երբ 1 կիլոգրամ աղի լուծույթից դատարկեցին 250 գրամ եւ այնտեղ ավելացրեցին 500 գրամ մաքուր ջուր, արդյունքում ստացվեց 10.8% լուծույթ։ Հիմա տեսեք, մենք ունեցել ենք 1 կիլոգրամ աղի լուծույթ, որտեղ աղի տոկոսը եղել է P, նշանակենք P, այսինքն կիլոգրամ 1 անգամ P, չէ, այստեղ։ Իրանից հանել եմ իր 250 գրամ, 250 գրամը դա 0.25-ն է, չէ, 0.25 P-ն հանել եմ, հետո ավելացրել եմ 500 գրամ մաքուր ջուր, այսինքն 500 անգամ 0։ Ու այստեղի այդ 100-ները չեմ գրում, որտեղ պարզը դրանք վերջում կրճատվում էին, ոնց որ անցած խնդրում տեսանք։ Այս 0, որտեղ մաքուր ջուրը աղի պարունակությունը սկզբանե եղել է 0 եւ արդյունքում ստացել ենք, ու զանգված արդյունքում ստացվում է ինչքան եկեք գրեմ, սա հավասար է, ներքև շարունակեմ, 1 հանած 0.25 գումարած 500 չէ, 0.5-ա պետք է լինի, որտեղ մենք կիլոգրամից անցում կատարեցինք միանգամից գրամ, այսինքն 0.5 0.5 անգամ 0, այսինքն գումարած 0.5, այսքան գրամ լուծույթ եմ ստացել, որը 10.8%-ից, այսինքն 10.8։ Այստեղից կգտնեմ P, իսկ այդ P ցույց է տալու, թե սկզբնական լուծույթը քանի տոկոսանց աղի լուծույթ է եղել։ Դե հիմա համապատասխան հաշվարկները այստեղ իրականացնելուց հետո ստանում ենք ինչ 0.75 P-ն հավասար է։ Այստեղ էլ թվաբանական հաշվարկը իրականացնելուց հետո ստանում ենք 13.5, այսինքն P-ն հավասար է 13.5-ը բաժան 0.75-ի, որը հավասար է 18-ի։ Ես այստեղ ամբողջ թվերով sense աշխատեցի, բայց դուք կարող հանգիստ կոտորակներ սարքեք, կոտորակներում հաշվարկն ավելի հեշտ է լինում ընդ որում։ Քանի գրամ աղ է պարունակում ստացված լուծույթը։ Ստացված լուծույթը ստացել ենք ինչքան, ուրեմն 1.25, հա, 1.25, այսինքն այսպես կարանք փորձենք լուծել, ստացված լուծույթը կլինի 1 հանած 0.25, հանած 0.5, գումարած 0.5, այսինքն 0.25-ը դուրս եմ հանել, հետո 0.5 ավելացրել եմ մաքուր ջուր, այսքանը ստացվել է 10.8% աղի լուծույթ, այսինքն անգամ 10.8 բաժանած 100, եւ սա կտա ինձ թե քանի գրամն է կազմում իր մեջ աղը։ Ну, այսպես հավասար է, քանի որ գրամով է ասում, նայեք, այս ինչ արդյունք որ սա ես ստանամ, սա ստանալու եմ կիլոգրամի համար։ Հետաբար ես այն պետք է մի հատ բազմապատկեմ 1000, որ ստանամ գրամ։ Իսկ ես բազմապատկեմ 1000 ստանալու եմ 135, որովհետև այսքանը հավասար է 0.135-ի։ 1000 բազմապատկեմ կստամ 135 գրամ։ Այս 0.35-ը 0.135 կիլոգրամ, որը 135 գրամն է։ Այսինքն տարբերակ 4։ Լավ, երկրորդ հարցը քան էր աղի տոկոսը սկզբնական լուծույթում, արդեն հաշվեցինք, տեսանք, որ 18%-անոց է։ Լավ, անցնենք երրորդ հարցին։ Քանի գրամ աղ կար սկզբնական լուծույթում։ Տեսեք, սկզբնական լուծույթը 18%-անոց լուծույթ էր, չէ՞։ Եվ սկզբնական լուծույթը ինքը կազմում էր 1 կիլոգրամ, այսինքն 1000 անգամ 18 բաժանած 100-ի։ Որն էլ հավասար է, որտեղ 18%-անոց աղի լուծույթ է, ու սրանք սրա հետ կրճատում են, այսինքն 18 անգամ 10, որը հավասար է 180 գրամ։ Հետաբար 180։ Չորրորդը, քանի գրամ ջուր պետք է գոլորշիացնել ստացված լուծույթից, որպեսզի նրանում աղի տոկոսը հավասար լինի սկզբնական լուծույթի տոկոսին։ Okay, սկզբնական լուծույթը հիշենք, որ 18%-անոց լուծույթ է, չէ՞։ Հիմա մենք ունենք այս պահին փաստացի ունենք 125 գրամ լուծույթ, որը 10.8%-անոց է, չէ՞։ Հիմա 128, կներեք, 1250 գրամ, 1250 անգամ 10.8, սա իմ լուծույթն է, հանը պետք է գոլորշիացնեմ, x քանակությամբ ջուր, գրամ ջուր պետք է գոլորշիացնեմ, որը լինելու է 0%-անոց, եւ պետք է ստանամ լուծույթ, այսինքն 1250 հանած x, այսքան լուծույթ ստանամ, որը պետք է լինի 18%-անոց, այսինքն անգամ 18, վերջ, այստեղից պետք է x-ը գտնեմ։ Հիմա այստեղ ստանանք 1250 անգամ 108 10-րդ հավասար է 1250 անգամ 18 հանած 18x, 18x-ը գնաց ծախմաց, 18x-ը հավասար է, ուրեմն ստանում ենք 1250 անգամ 18 հանած, այս 0-ն այս 0 հետ կրճատվում է 108 անգամ 125, ստեղից էլ x-ը հավասար է, այս ամբողջը, այսինքն գրեմ, հա,
Իհարկե գրեմ 1250 անգամ 18 հանած 108 անգամ 125-ը բաժանած 18-ի։ Եվ այս թվաբանական հաշվարկն էլ, որ իրականացնենք, արդյունքում ստանալու ենք 500։ Այսպես, այսինքն 500 գրամ մաքուր ջուր պետք է գոլորշիացնել։ Վերջ ընկերներ, այսքան այս խնդրի հետ կապված հարցեր ունեք մեկնաբանության դաշտում գրեք, իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել YouTube-յան ալիքին, տալ ձեր վիդեոկուրսերը, որպեսզի կարողանաք ավելի շատ մարդկանց օգտակար լինել։ Լավ մնացեք, կհանդիպենք։